Հարցնում եք, արդյոք հարկադիր կատարողը իրավունք ունի արգելել պարտապանին երկրից դուրս գալ։ Ուշադրություն, լավ նորություն չեմ ասելու։ 2025 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող կատարողական վարույթի մասին օրենքի 48-րդ հոդվածի առաջին մասի համաձայն, այո, հարկադիր կատարողը այդպիսի իրավունք ունենալու է, սակայն ոչ բոլոր դեպքերում եւ դատարանի որոշման հիման վրա։ Իսկ որ դեպքերում է դատարանը այդպիսի որոշում կայացնելու։ Դատարանը իրավունք ունի նման որոշում կայացնելու, երբ հարկադիր կատարողը կներկայացնի համապատասխան դիմումը եւ դիմումից փաստաթղթերը, որով կհիմնավորի, որ ոչ դրամական պահանջներով կատարողական վարույթը հնարավոր չի իրականացնել առանց պարտապանի անմիջական մասնակցության, եւ նա բոլոր օրենքով սահմանված եւ նախատեսված միջոցները ձեռնարկել է, որպեսզի հայտնաբերի պարտապանի գտնվելու վայրը, սակայն իր գործողությունները եղել են ապարդյուն։ Դուք ճիշտ լսեցիք, ոչ դրամական պահանջներով, իսկ որոնք են հարկադիր կատարման ընթացքում ոչ դրամական պահանջներով կատարողական վարույթները։ Դրանք են օրինակ պարտապանի որոշակի գործողություն կատարելուն կամ որոշակի գործողությունը կատարելը արգելելու վերաբերյալ ակտերը, օրինակ գույքը պահանջատիրոջ հանձնելը, երեխայի տեսակցությունը կամ երեխային պահանջատիրոջ խնամքին հանձնելու վերաբերյալ կատարողական վարույթները, անձին աշխատանքի վերականգնելը, վտարելը, բնակեցումը, այն նման պահանջներով կատարողական վարույթների ընթացքում, եթե հարկադիր կատարողը չի կարող կատարողական գործողություն իրականացնել առանց պարտապանի անմիջական մասնակցության, եւ եթե նա օրենքով սահմանված կարգով ձեռնարկել է բոլոր գործողությունները, որպեսզի հայտնաբերի պարտապան անձին եւ չի հայտնաբերել եւ նրա նկատմամբ հետախուզում է հայտարարել, այ այդ դեպքում նա իրավունք ունի դիմել դատարան եւ դատարանից ստանալ որոշում։ Իսկ ինչ ժամկետում է դատարանը որոշում կայացնում, նշեմ, որ օրենքը սահմանում է, որ դիմումը եւ կից փաստաթղթերը դատարան մուտքագրվելու օրվանից 10 օրյա ժամկետում դատարանը պարտավոր է քննել եւ կայացնել համապատասխան որոշում։ Նման որոշում իհարկե կարող է վերաքննիչ դատարանում բողոքարկվել, սակայն նշեմ, որ վերաքննիչ դատարանի որոշմամբ չի կարող կասեցվել կայացված որոշումը եւ անձի ելքի սահմանափակումը։ Եվ ամենակարևոր հարցը ինչպես կարող է վերացվել անձի, հետախուզվող անձի ելքի սահմանափակումը, ուրեմն նշեմ, որ այն կարող է վերացվել երկու դեպքում, երբ վերացել է նրա հետախուզումը եւ երկրորդ դեպքում, երբ վերացվել է դատարանի որոշումը։ Այլ դեպքերում չի կարող անձի երկրից ելքի իրավունքի սահմանափակումը վերացվել։ Այսինքն կարող է ստեղծվել մի իրավիճակ, որ անձը ավիատոմսը ձեռքին չկարողանա Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գալ, քանի որ իր նկատմամբ հնարավոր է առկա լինի նման որոշում։ Հետևաբար այն անձինք, ովքեր ոչ դրամական պահանջներով իրենց նկատմամբ ունեն կատարողական վարույթներ, հարկավոր է որպեսզի ուշադիր լինեն, ստանան կատարողի ծանուցումները, ստանան գրությունները, անհրաժեշտության դեպքում ներկայանան հարկադիր կատարման ծառայություն, որպեսզի նման փաստի առաջ հանկարծ չկանգնեն։ Լավ եղեք եւ եղեք տեղեկացված։